Գավառ համայնքի 2024 և 2025 թվականների բյուջեից կապիտալ և ընթացիկ դրամաշնորհների տեսքով ֆինանսական միջոցներ են հատկացվել Գավառի գեղարվեստի դպրոցին անհրաժեշտ գույք, տեխնիկա և աշխատանքային միջոցներ ձեռք բերելու համար։ Համայնքապետարանում համոզված են, որ համայնքային ենթակայությամբ գործող կրթական հաստատություններին այսօրինակ աջակցությունները օգնում են աշխատանքները պահանջված չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար։ Համայնքի խոշորացումից հետո Գավառ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ երկու տեսակի կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներ սկսեցինք տրամադրել բոլոր կրթական հաստատություններին եւ մեր նպատակն է եւ առաջնահերթությունը բարելավել կրթական միջավայրը եւ այդ ներդրումները, որ մենք կատարում ենք, նպատակ ունենք լուծել այն առաջնահերթ խնդիրները, արդիականացնել հաստատությունները, ապահովել երեխաների համար ավելի անվտանգ եւ ավելի հաճելի միջավայր։ Գեղարվեստի դպրոցին 2024 թվականին 1.545.000 դրամ կապիտալ դրամաշնորհ է հատկացվել։ Ձեռք է բերվել դյուրակիր համակարգիչ, պրոյեկտոր, պրոյեկտորի էկրան, բարձրախոս, խոսափող, տեսահսկող համակարգ, կարի մեքենա, արթուք, սառնարան, մասնագիտական գրքեր և պարկաթոռ, իսկ 900.000 դրամ ընթացիկ դրամաշնորհով դպրոցը գնել է փափուկ և պլաստմասայե աթոռներ, ինչպես նաև աշխատանքային նպատակներին ծառայող խառնիչ։ Բյուջեից նաև 300.000 դրամ է հատկացվել հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար։ Նախապես կատարվում է կարիքի գնահատում, որի արդյունքում կարողանում ենք ներկայացնել անհրաժեշտ գույքի ցանկ, ստացված դրամաշնորհների շրջանակներում ձեռք ենք բերում ինչպես անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, գույք, տեխնիկա, այնպես էլ մասնագիտական գործիքներ, որ օգնում է, որպեսզի Գավառի գեղարվեստի դպրոցը իր մատուցած ծառայությունները դարձնի խիստ մասնագիտական եւ ավելի բարձր որակի։ Այս առումով հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գավառի համայնքապետարանին, ինչպես նաեւ համայնքի ղեկավար պարոն Մարտիրոսյանին աջակցության եւ աշխատանքային այս մեխանիզմը կիրառելու համար։ 2025 թվականին կապիտալ դրամաշնորհով, որը կազմել է 700.000 դրամ, դպրոցը ձեռք է բերել տպագրական մամլիչ և ցուցափեղկեր։ 600.000 դրամ արժողությամբ ընթացիկ դրամաշնորհով էլ գնվել են փորագրման գործիքներ, տպագրականներ, նկարի շրջանակներ և ցուցադրության համար նախատեսված հատուկ լույսեր։ 2025 թվականին ևս համայնքի բյուջեից 450.000 դրամ է տրամադրվել դպրոցին հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։